Փառք Տիրոջը, ինչ լավ է, որ կա Կիրակի օրը։ Եթե չլիներ Կիրակի օրը, մեզանից շատերը իրար չէին տեսնի։ Բայց գոնե Կիրակի օրը հնարավորություն ունենք իրար հետ հանդիպելու, իրար շփտալու, ամեն, իրար հետ հաղորդակցվելու, սիրելիներս, Աստված օրհնի ամեն մեկիդ։ Սա կարևոր ժամանակ է, սա շատ լավ ժամանակ է, երբ որ ես ու դու կարող ենք լինել Տիրոջ ներկայության մեջ, կարող ենք լցվել Աստծո հոգով ու զորացած գնանք այստեղից, ամեն, ամեն, փառք Տիրոջը սիրելիներս, այսօր ուզում եմ խոսել մի թեմա, անվանել եմ իմ ուղերձը այսպես, անտեսանելի պատերազմ, անտեսանելի պատերազմ, գիտեք կա պատերազմ, որը մենք տեսնում ենք, դա ֆիզիկական պատերազմ է, որ այս երկրի վրա մղվում է, ազգը ազգի վրա է դուրս գալիս, թագավորությունը թագավորության վրա, բայց գիտեք կա նաև մի պատերազմ, որը անտեսանելի է, դա հոգևոր պատերազմն է, որը տեղի ունենում հոգևոր աշխարհում, Աստծո արքայության եւ սատանայի թագավորության միջև, որը շատ անգամ անտեսանելի է, բայց նրա պտուղները մենք շատ անգամ կարող ենք տեսնել մեր կյանքում, կարող ենք տեսնել մեր իրավիճակների մեջ եւ մի հետաքրքիր ձևի Հիսուսը բնութագրում է հոգևոր կյանքը, ասում է ինչպես քամին, դու չես տեսնում, բայց քամու աշխատանքը, քամու ազդեցությունը, քամու պտուղները դու տեսնում ես, երբ որ այն շարժվում է։ Եվ գիտես նույնը հոգևոր կյանքում է, սիրելիները, շատ process-ներ կա, որ հոգևոր կյանքում ընթանում են, մենք դա չենք տեսնում, բայց դրա հետևանքները մենք կարող ենք զգալ, մենք կարող ենք տեսնել, մենք կարող ենք շոշափել, ինչ որ մեր կյանքում տեղի ունենում։ Եվ ուզում եմ մի այսպիսի բան ասել, որ մեր ամենամեծ խնդիրներից մեկը, ինչի մասին այսօր ուզում եմ խոսել, սիրելիներս, ամենամեծ կռիվներից մեկը, որ տեղի ունենում, դա տեղի ունենում մեր մտքի մեջ։ Մեր միտքը դա մարդի դաշտ է։ Եվ մարդը պարտվում է այն ժամանակ, սիրելիներս, երբ որ ինքը պարտվում է իր մտքի մեջ։ Մարդը քանի դեռ իր մտքում չի հանձնվել, այդ մարդը չի պարտվի։ Գիտեք, մի հետաքրքիր բան կա Աստվածաշնչում Դավիթ թագավորի հետ կապված, երբ որ ուշադիր ուսումնասիրեք Աստվածաշունչը, կտեսնեք, որ Դավիթ թագավորը ոչ մի պատերազմ չպարտվեց, ոչ մի պատերազմ, բոլոր պատերազմները հաղթեց, սիրելիներս, բայց Դավիթ թագավորը պարտվեց իր մտքի մեջ, ու ընկավ շնության մեջ, տրվելով գայթակղության, նայելով ուրիշի մերկ կնոջը, իր մտքի մեջ ինքը պարտություն կրեց։ Այն թագավորը, ում մասին խոսում են ժողովուրդները, ազգերը, բոլոր շրջակա պետությունները, այն թագավորը, ումից վախենում էին բոլոր թագավորները շրջակա, իրան շրջապատող, ով որ ոչ մի պարտություն չէր կրել, այդ թագավորը պարտվեց իր մտքի մեջ շնություն գործելով։ Եվ այսօր ուզում եմ խոսել դրա մասին, սիրելիներս, որ չնայած այդ պատերազմը շատ անգամ անտեսանելի է, բայց դա ամենամեծ պատերազմն է, որը մեր մտքի մեջ է տեղի ունենում։ Գիտես, մարդուն չի կարա ոչ մի բան հաղթի, եթե մարդը իր մտքի մեջ վախին տեղիք չտա։ Ինչի են շատ անգամ մարդիկ նահանջում, ինչի են շատ անգամ մարդիկ պարտվում, ինչի են դադարում պայքարել, ինչի են իրանց հույսը կորցնում։ Շատերը անգամ ինքնասպան են լինում, որովհետև պարտվում են իրանց մտքի մեջ, որովհետև թույլ են տալիս, որ սատանան իրանց մտքի մեջ բերդեր կառուցի, որի մեջից իրանք այդպես էլ չեն կարողանում դուրս գալ։ Եվ ուզում եմ մի քանի օրինակներ հետաքրքիր բերել, որպես նախաբան իմ ուղերձի։ Օրինակ, ես մի հետաքրքիր սենց պատմություն պատմեմ, մի անգամ այդպիսի փորձ են անցկացրել, վերցրել են ակվարիումը, ջրով լցրած, եւ մեջտեղը, այսինքն մի կողմը ձկներ են, դրել են ձկներին, եւ ուրեմն այդ ակվարիումը մեջտեղը բաժանող ապակուց պատ են դրել, անտեսանելի պատ։ Գիտես, ձկները ամեն անգամ, երբ որ գալիս էին, խփում էին այդ պատին, դե ջրի մեջ ապակին չի երևում, ամեն անգամ խփելով այդ պատին, նրանք հետ էին վերադառնում, ամեն անգամ գալիս խփում էին այդ պատին, հետ էին վերադառնում։ Եվ գիտես, որոշ ժամանակ հետո, չգիտեմ, մի օր, երկու օր, միգուցե մի շաբաթ, այդ ապակին ակվարիումի մեջից հանում են։ Երբ որ ապակին ակվարիումի մեջից հանում են, ձկների մեջ այնպիսի բան է ձևավորվել, երբ որ իրանք հասնում են այդ կետին, իրանք այն կողմ չեն կարող անցնել։ Ու չնայած ապակին այդտեղ գոյություն չուներ արդեն, ձկները ամեն անգամ գալով հասնելով այդտեղ, թեքվում էին, հետ էին գնում։ Եվ գիտես, շատ անգամ մեր կյանքում այդպես է լինում։ Աստված մեզ ազատել է, Աստված կոտրել է ամեն տեսակ խոչընդոտներ, Աստված ջարդել է մեղքի պատը մեր կյանքում,
Բայց չնայած դրան սիրելիները, շատ անգամ քանի որ մեր միտքը նորոգված չի ու սատանան կարողանում է ինչ-որ մտքեր մեզ բերել, մենք շատ անգամ հասնում ենք ինչ-որ մի գծի ու հիշում ենք, որ մենք այս գծի վրա պարտություն ենք կրել։ Մեր անցյալի փորձը, մեր անցյալի փորձությունները, մեր անցյալի պարտությունները շատ անգամ խնդրեմ են դառնում մեր համար, մեր մտքերի մեջ, որ մենք չկարողանանք գնալ առաջ ու մտնել այն օրհնությունների մեջ, որ Աստված ունի մեր համար։ Եվ գիտես, նման խնդրի հետ հանդիպեցին Եգիպտոսից դուրս եկած Իսրայելի ժողովուրդը, որոնց Աստված ազատել էր, կատարյալ ազատություն էր տվել, եւ Աստված ինքը իրանց մեջ էր, Աստված իրանց առջևից գնում էր գիշերը կրակի սյունով եւ ցերեկը ամպի սյունով, բայց քանի որ նրանք իրանց մտքի մեջ ստրուկ էին մնացել, իրանք չկարողացան մտնել Քանանի երկիրը։ Ու ցավոք սրտի այդ բազմամիլիոնանոց ժողովրդից ընդամենը 2-ը մտան Քանանի երկիրը։ Դրա համար սիրելիներս, կա մի պատերազմ, որ մենք պետքա հաղթենք մեր մտքերի մեջ։ Կամ գիտեք, մի ուրիշ օրինակ է, երբ որ փիղը վերցնում են, ասենք, հա, փիղը կենթանուն եւ ինչ են անում, շղթայով կապում են ոտքը։ Եվ կոնկրետ ինչ որ հեռավորության վրա դա շղթան, հա, որոշակի երկարության է լինում, ամեն անգամ երբ որ փիղը փորձում է տեղաշարժվել, հասնելով ինչ որ մի կետի, երբ որ շղթան ամբողջությամբ լարվում է, նա այլևս չի կարող այն կողմ գնալ։ Եվ իր մեջ նույնպես ձևավորվում է որոշակի ինչ որ մի սահման, որ ինքը մենակ մինչև այդտեղ կարող է հասնել, այդտեղից այն կողմ էլ չի կարող գնալ։ Եվ գիտեք, զարմանալին ինչն է, երբ որ այդ շղթան հանում են, փիղը այդ սահմանից դուրս չի գնում։ Չնայած արդեն շղթան իր վրայից կոտրված է, հանված է։ Նույնը հոգևոր կյանքում, սիրելիները, շատ անգամ դինում է մեզ հետ, ու ցավոք սրտի շատերին սատանան շղթայում է այդպես։ Ու մենք չենք կարողանում դուրս գալ ինչ որ մեր վախերի մեջից, ինչ որ անհավատության ծուղակներից։ Կամ մի ուրիշ այսպիսի օրինակ ձեզ բերեմ, կրկեսում, ով է եղել հեչ կրկեսում, եթե կրկեսում եղել եք կամ հեռուստատեսությամբ տեսել եք, ինչ ենք մենք այնտեղ տեսնում ենք վարժեցրած կենդանիների, տեսնում ենք առյուծների, չէ, խոսքի օրինակ, վագրերի ենք տեսնում, գիշատիչ եւ շատ հզոր կենդանիներ, որոնք ենթարկվում են մի մարդու, ով որ իր ուժով ավելի իր կարողությունով ավելի ուժեղ չի, քան այդ կենդանիները։ Եթե դուք նկատել եք, այդ մարդու ձեռքին միշտ ճիպոտ կա։ Նկատել եք, ու ինքը կրկեսի է, հա, արենայում, ինքը չի ծեծում կենդանիներին։ Նա ընդամենը մի հատ շրխկացնում է այդ ճիպոտը, ու այդ ճիպոտի ձայնից կենդանիները նրան ենթարկվում են։ Օրինակ, երբեք չեք մտածել, ինչի է դա այդպես։ Ինչի այդ ձայնից կենդանիները ենթարկվում են, հա, տվյալ մարդուն, որտեղ դրանից առաջ կենդանուն այդ ճիպոտով լավ ծեծել են։ Ու գիտես, երբ որ ինքը լավ ծեծված է, երբ որ դուրս է գալիս կրկեսի այդ հրապարակը, միայն մի ձայնից ճիպոտի կենդանին արդեն լարվում է, իր մեջ այնպես է տպավորված, որ այդ ձայնից ինքը պետքա ցավ վերապրի։ Ու որպեսզի այդ ցավը չապրի, նա ենթարկվում է, հա, տվյալ անձնավորությանը, ով որ ղեկավարում է այդ ընթացքը։ Եվ տեսեք, սիրելիներս, կուզենամ Աստվածաշնչից մի երկու բան այսօր նայենք։ Շատ անգամ մենք մեր խնդրի պատճառը փնտրում ենք դրսում, բայց ուզում եմ ասել, որ շատ հաճախ խնդրը սկիզբ է առնում մեր մտքերում։ Եվ շատ հաճախ սատանան ուզում է, որ մենք լինենք զոհի կարգավիճակում։ Բայց Աստծո ցանկությունն է, որ մենք քայլենք Քրիստոսի տարած հաղթանակի մեջ։ Ամեն։ Շատ անգամ, նորից եմ ասում, ուշադիր լսի, սատանան ուզում է, որ դու լինես զոհի կարգավիճակում։ Եվ մի խնդիր կա, սիրելիները, շատ անգամ մենք խնդրը դրսում ենք փնտրում։ Մենք փորձում ենք մեղադրել մարդկանց, փորձում ենք մեղադրել եկեղեցին, փորձում ենք մեղադրել հարևաներին, փորձում ենք մեղադրել մեր բարեկամներին, ծնողներին։ Բայց շատ անգամ, ես իմ կյանքում համոզվել եմ դրանում, շատ անգամ խնդրը հենց մեր ներսում է։ Խնդրը ոչ հարևաների մեջ է, ոչ բարեկամների մեջ է, ոչ եկեղեցու մեջ է, ոչ քո կողքի մարդկանց մեջ է, շատ անգամ խնդրը հենց իսկ քո մեջ է։ Եվ գիտես, դա ադամնատկան մեղքն է։ Երբ որ Աստված եկավ
Ադամի մոտ ասեց, ինչ ես արել։ Ես ինչ եմ արել, Եվան տվեց այդ պտուղը։ Եվա ինչ ես արել, օձը։ Իրես բոլորը մեղավոր են բացի ինձանից։ Բայց որպես կանոն, սիրելիները, շատ հաճախ խնդրեմը հենց մեր ներսում է։ Այ դու սենց ասեցիր, դրա համար ես սենց արեցի։ Այ դու իմ հանդեպ սենց վարվեցիր, դրա համար ես ինձ սենց պահեցի։ Մենք փորձում ենք միշտ պատճառներ փնտրել մեր արած գործերին, ինչի։ Դե չբարկացնեիր, սենց չէի խոսի, դե չբարկացնեիր, սենց բան չէի անի։ Մինչ իրավիճակը գալիս է ու քո սրտի բարկությունը թափվում է դուրս։ Նշանակում է դու բարկության խնդիր ունես, ուղղակի պատճառ էր պետք, որ այդ բարկությունը դուրս գա։ Ու շատ անգամ նրա փոխարեն, որ մենք փոխվենք, շատ անգամ նրա փոխարեն, որ մենք մեր վրա աշխատենք, մեր բնավորության վրա աշխատենք, Դավիթը մի լավ աղոթք ունի, ասում է, թող արդարը ինձ խրատի։ Թող արդարը ինձ խրատի։ Երբ որ քո ականջը պատրաստ է խրատ լսելու, Դավիթը աղոթում էր, ասում էր, Տեր քննի իմ սիրտը, իմ ծածուկ մտածմունքները, տես, միգուցե ես սխալ ճանապարհի վրա եմ։ Գիտես, այն մարդը, ով ունի ուղիղ սիրտ, ինքը միշտ պատրաստ է փոխվելու։ Ինքը միշտ պատրաստ է խորհուրդ լսելու։ Ինքը իր կյանքում անպայման ունի այդպիսի աղոթք. Տեր դու քննի իմ սիրտը։ Ինքը չի գալիս ու փորձի արդարանալ, չի փորձում բոլորին ապացուցի, որ ինքը ճիշտ է, ինքը ոչ մի սխալ չի արել։ Ինքը միշտ ուզում է հասկանալ, արդյոք այդ խնդրեմը իր մեջ չի։ Իրանից չի բխում այդ խնդիրը։ Ու նման մարդը, սիրելիներս, ինքը միշտ հաստատ կանգնած է։ Նման մարդը ունի խոնարհ սիրտ, նման մարդը միշտ պատրաստ է փոխվելու։ Նման մարդը միշտ պատրաստ է զիջելու, անգամ երբ որ ինքը ճիշտ է, դիմացինը սխալ է։ Անգամ երբ որ ինքը ճիշտ է, դիմացինը սխալ է։ Ու ամեն մեկս պետք է սովորենք դրան։ Ամեն մեկս պիտի ձևավորենք մեր մեջ այդպիսի բնավորություն։ Դա Հիսուսի բնավորությունն է, որ ինքը ոչ մի հարցում չէր մեղանչել ու ոչ մի վատ բան չէր արել, բայց ինքը կարողացավ սիրել մարդկանց, ներել մարդկանց, զիջել մարդկանց, չարին չարով չպատասխանել։ Ամեն։ Մինչև մենք չգիտակցենք այն փաստը, որ ամեն օր գտնվում ենք պատերազմի մեջ, թշնամին կշարունակի մեզ կողոպտել, իսկ մենք միշտ կունենանք չպատասխանված հարցեր ու մեր անհաջողությունների համար միշտ կմեղադրենք ուրիշներին։ Կա մեկը Աբրահամ Կայպերը նրա անունը, 20-րդ դարի սկզբին է ապրել, ինքը Նիդերլանդների վարչապետն է եղել ժամանակին, բայց միևնույն ժամանակ եղել է շատ ազդեցիկ հայտնի հովիվ ու եղել է լրագրող։ Նա մի այսպիսի հետաքրքիր բան ասել. Եթե մենք կարողանայինք մի կողմ քաշել այն վարակույրը, որի հետևում թաքնված է հոգևոր աշխարհը, ապա մեր հոգևոր տեսադաշտում կհայտնվեր մի պայքար, այնքան լարված, այնքան կատաղի եւ ավերիչ, որ նրա հետ համեմատած ցանկացած պատերազմ այս երկրի վրա կթվար մի սովորական խաղ։ Ոչ թե այստեղ, այլ այնտեղ է ընթանում իսկական պատերազմը։ Մեր երկրային պատերազմները, դրանք հոգևորի արձագանքներն են։ Այն ինչ որ սկզբում ասում էի։ Եվ սիրելիներս, մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք թշնամի, որի անունը Սատանա է, որը արյունակամ է լինում։ Իրես Հիսուսը նրան խոցել է, նա դեռ վերջնական պարտված չի, բայց Հիսուսը կատարյալ հաղթանակ կատարել արդեն Գողգոթայի խաչի վրա։ Եվ նրա տեղը եւ նրա վերջը որոշված է, ու դրա մասին Աստվածաշնչում գրված է։ Եվ Աստվածաշունչը ասում է, որ նա մռնչացող առյուծի պես ման է գալիս։ Իրենց նա վիավորված առյուծի նման ման է գալիս ու հասկանալով, որ իր վախճանը մոտ է, հասկանալով ինչով է իր վերջը, ինչպիսին կլինի իր վերջը եւ իր բոլոր դևերի վերջը, Սատանան այսօր կատաղած է եւ մաքսիմում վնաս է ուզում հասցնել Աստծո ժողովրդին, Աստծո եկեղեցուն եւ Ստեղ մարդիկ կան, ովքեր երկար տարիներ հավատքի մեջ են, ովքեր երկար տարիներ եկեղեցում են։ Խնդրում եմ, ասացեք ինձ, երբևիցե եղել է, որ Սատանան անձամբ հայտնվի ձեզ ու կռվի ձեր հետ, ասի եկել եմ գլուխը ջարդեմ։ Մեկի մոտ եկել է Սատանան տենց բան ասել։ Մեկը տեսել է Սատանային միջև հիմա։
Ես ուզում եմ ձեզ մի հետաքրքիր բան էլ ասեմ, սատանային ձեռ է տալիս, որ մարդիկ իրան չհավատան։ Սատանային ձեռ է տալիս, որ մարդիկ մտածեն, որ ինքը չկա, ինքը չի գործում։ Ինքը ուզում է անտեսանելի մնալ։ Գիտես, թշնամին այնքանով է հաջողակ, ինչքանով որ մնում է անտեսանելի։ Դուք մի մտածեք, որ սատանան ամեն մի սենց պատի հետևից ուզում է թռնի ձեր դեմ ու վախեցնի ձեզ։ Չէ, սատանային գիտես ինչա պետք, որ դու մտածես, որ ինքը չկա, ինքը չի գործում, դևերն էլ քեզ ձեռ չեն տալիս, բայց միևնույն ժամանակ այդ անտեսանելի հոգևոր աշխարհում մեր մտքերի մեջ մի աշխարհ, որ ոչ մեկ չի տեսնում, սատանան այնտեղ աշխատանք է տանում։ Սատանան բերում է որոշակի մտքեր, որոնք քո մեջ ձևավորում են որոշակի արժեքներ, որոնք դրդում են քեզ համապատասխան քայլերի, համապատասխան գործողությունների ու շատ անգամ քեզ գցում են ծուղակը ու այդ կռիվը տեղի ունենում մեր մտքի մեջ, սիրելիներս։ Մենք դա շատ քաչ պետք է գիտակցենք ու հասկանանք։ Եվ տեսեք, ես ուզում եմ մի քանի տեղ կարդամ Աստվածաշնչից, ինչպիսի բնութագիր է Աստվածաշունչը տալիս սատանային, ով է մեր թշնամին։ Եվ հետևաբար ես հավատում եմ, երբ որ ես այս բաները կսկսեմ կարդալ, մի հատ փորձեք քննել ձեր կյանքը։ Դուք կտեսնեք, որ շատ անգամ դուք տրվել եք հենց սատանայի ազդեցությանը։ Դուք կտեսնեք, որ շատ գործողություններ ձեր կյանքում պատճառ են եղել կամ հետևանք են եղել, ասենց ասեմ, նրան, ինչ որ սատանան կարողացել է սերմանի ձեր մտքերի մեջ։ Ուզում եմ կարդանք իրար հետ առաջի տեղը, առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ 18 խոսքը։ Պողոսը գրում է այն մասին, որ նրա համար ես Պողոսս մի երկու անգամ կամեցա ձեզ մոտ գալ եւ սատանան խափանեց մեզ։ Սատանայի անուններից մեկը խափանող է։ Շատ անհաջողությունների պատճառը մեր կյանքում, սիրելիներս, բխում է դիվական աշխարհի կողմից։ Սատանան խափանող է։ Շատ բաներ սատանան ուզում է խափանել իմ ու քո կյանքում։ Բայց ուզում եմ մի կարևոր նշում էլ անեմ։ Ամեն բան չի, որ սատանան է խափանում իմ ու քո կյանքում։ Շատ բաներ կա, որ իմ ու քո խելքի պատճառով է շատ բաներ խափանվում մեր կյանքում։ Իմաստության պակասի պատճառով է շատ բաներ խափանվում մեր կյանքում։ Շտապելու պատճառով է շատ բաներ խափանվում մեր կյանքում։ Ուրիշների սխալ կարծիքը լսելով է շատ անգամ ինչ որ բաներ խափանվում իմ ու քո կյանքում։ Բայց կան նաև իրավիճակներ, սիրելիներս, որ սատանան ինքը հակառակորդ է, ինքը խափանող է։ Եվ սատանայի նպատակն է, որ դու չունենաս հաջողություն, դու չունենաս հաղթանակներ կյանքում, դու չձգտես Աստծուն, դու չմտնես այն կոչման մեջ, որ Աստված ունի քեզ համար, դու չլինես հաղթող, այլ լինես ջախջախված, պարտված մեկը, ով որ օր ու գիշեր մենակ իր դարդերն է լացում։ Նրա անուններից մեկը հունարենում դիաբոլոս է։ Դիավոլ, հա ռուսերեն, դիաբոլոս։ Դիաբոլոս նշանակում է բանսարկու, չարախոս։ Մեկը, ով որ գիշեր ցերեկ չարախոսում է, բամբասում է։ Եվ տեսեք, մենք կարդում ենք, ուրեմն Հայտնության 12:10 Եվ մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքում. հիմա փրկությունը եւ զորությունը եւ թագավորությունը եղավ մեր Աստծուն։ Եվ իշխանությունը եղավ նրա օծյալին, որ վայր գցվեց մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսում էր նրանցից Աստծո առաջին ցերեկ եւ գիշեր։ Սատանան գիշեր ու ցերեկ այսօր ու մինչև մեր Տեր Հիսուսի գալը նա չարախոսում է ու չարախոսելու է։ Մեր եղբայրների չարախոսն է կոչվում սատանան։ Ով որ իր եղբորը չարախոսում է, ինքը սատանայի ընկերն է։ Ով որ իր եղբորը կամ քրոջը չարախոսում է, ինքը սատանայի ընկերն է, ինքը սատանայի բարեկամն է, որովհետև սատանան է մեր եղբայրների չարախոսը։ Ես ու դու կանչված չենք մարդկանց չարախոսելու։ Անգամ ամենախիստ հարցը, որ կա քո սրտում, անգամ եթե քեզ վիավորել են, անգամ եթե քեզ կպել են, Աստված ունի ամեն մի իրավիճակի համար ճիշտ մոտեցում ու ճիշտ լուծում, սիրելիս։
Մենք կարող ենք գալ մարդու հետ խոսել, մենք կարող ենք գալ եւ մեր ինչ որ բան մեր դուրը չի եկել, կարող ենք գալ մարդուն ներկայացնել, կարող ենք ասել սիրելի քույր կամ եղբայր, այսպիսի բան կա, դու այսպիսի բան ես թույլ տվել իմ նկատմամբ, իմ դուրը դա չի եկել կամ ես դրանից վիավորվել եմ, լինես անկեղծ սիրելիս, ավելի լավ է անկեղծ ասես, որ դու մարդուց վիավորված ես, քան թե կեղծավոր ժպիտ ընդունես ու կիրակի օրը գաս ասես Աստված օրհնի քեզ, ավելի լավ անկեղծ լինես մարդու հետ, մարդու երեսին ասա, նայի մարդու աչքերի մեջ, դու ավելի հարգված, ավելի գիտես ոնց ասեմ, ծանրակշիռ կլինի քո ասածը, ավելի ճիշտ մարդիկ ես կընդունեն ու կընկալեն, քան թե դու իրանց թիկունքից բաներ խոսաս, հետո մեկը գա պատմի, որ դու իր հետևից բաներ ես խոսացել։ Խոսք տանող բերող մի եղեք սիրելիներս։ Բան ունեք մարդուն ասելու, մոտեցեք, պարզ ասեք։ Շատ անգամ մարդիկ մտածում են անգամ, որ ես բեմից ինչ որ մեկին նամյոկ եմ անում։ Ուզում եմ մի բան ձեր համար հասկանաք։ Եթե իմ մտքին մի բան լինի, ուղիղ կմոտենամ ձեզ կասեմ։ Չկա մեկը այս դալիճում նստած, որ ես իրան նամյոկ եմ անում։ Լինում է ժամանակ, այո, ես սպասում եմ, համբերում եմ, քարոզի մեջ կարամ ինչ որ ճշմարտությունների մասին խոսալ, բայց երբեք ինչ որ մեկին նամյոկ չեմ անի ու հետևից հաստատ չեմ չարախոսի։ Եթե հարցեր լինի իմ մեջ, ես կկանչեմ կխոսամ տվյալ անձնավորության հետ։ Ու մեր եկեղեցում եղել են այդպես դեպքեր։ Մարդիկ իմ հետ կապված ինչ որ հարց են ունեցել, ինչ որ բան անհասկացողություն է եղել։ Գիտես, երբ որ ես տեսնում եմ մարդու դեմքը փոխվում է, ես կանչում եմ, սկսում եմ մարդու հետ խոսել։ Ես չեմ ուզում իմ ու մարդկանց միջև պատ լինի։ Ու ժամանակ է եղել, որ ես իրոք չեմ իմացել դաժե պատճառը։ Պահ է եղել, որ մարդ եկել ինձ ինչ որ մի հատ բան ասել, ես հեչ չեմ էլ հիշացել, որ այդպես բան է եղել։ Բայց ինքը իր մեջ մտածել է ինչ որ բաներ իր համար եզրակացրել է։ Ես եմ քայլ արել, ասել եմ, արի խոսենք, ինչ կա։ Ինչ ես դու քեզ իմ հետ տենց, եթե հարց կա, խնդրում եմ ասա, ես պատրաստ եմ լսեմ քեզ։ Ես պատրաստ եմ ընդունել իմ սխալը, եթե ինչ որ բան մարդ եմ, միգուցե միտեղ մի բան վրիպել եմ, մի բան թույլ եմ տվել ինձ։ Բայց ես ավելի լավ է կկանչեմ մարդու հետ կխոսեմ, կքանդեմ այդ պատը, բայց թույլ չեմ տա, որ սատանան հոտած, փտած, ինչ որ մտքերով ինձ լցնի, ես մարդու նկատմամբ ատելությունով լցվեմ, նախանձով լցվեմ, չարությունով լցվեմ, ու մի հատ էլ խոսք տանեմ բերեմ եղբայրների մեջ։ Նորից եմ ասում, ով որ չարախոսում է իր եղբորը թիկունքից, քրոջը իր չարախոսում է թիկունքից, ինքը սատանայի բարեկամն է ու սատանայի ընկերն է։ Աստծո մարդը իրան այդպես չի պահում։ Ես հավատում եմ, որ մենք կանչված ենք, սիրելիներս, իրար համար օրհնություն լինելու։ Ես հավատում եմ, որ մեզանից ամեն մեկը կանչված է դիմացինին պատվելու, սիրելու, իր կողքին կանգնելու։ Ամեն։ Բայց ոչ չարախոսելու, ոչ փնովելու, ոչ քցելու։ Եկեք մեր սիրտը ուղենք Աստծո առաջ, սիրելիներս, ու սատանային բարեկամ չլինենք։ Ուրեմն հաջորդը, ով է սատանան։ Սատանան ինքը փորձիչ է։ Մատթեոս 4:1 Այն ժամանակ Հիսուսը հոգիից անապատ տարվեցավ, որ փորձվի սատանայից։ Ուրեմն տեսեք, կան իրավիճակներ մեր կյանքում, երբ որ Աստված թույլ է տալիս մեզ շտկելու համար, մեզ ուղղելու համար, մեր բնավորությունը փոխելու։ Բայց երբ որ սատանան է սկսում քեզ փորձել, սատանայի նպատակն է քեզ մեղքի մեջ գցի։ Սատանայի նպատակն է քեզ մեղքի մեջ գցի։ Ինքը բերում է գայթակղություններ, որպեսզի քեզ գցի մեղքի մեջ։ Տեսեք, մի քանի անուն մենք արդեն ասեցինք։ Ով է սատանան։ Սատանան խափանող է, ինքը հակառակորդ է։ Սատանան չարախոս է։ Սատանան փորձիչ է։ Բայց ձեզանից ոչ մեկ մինչև հիմա սատանային չի տեսել։ Բայց վստահ եմ ամեն մեկը որոշակի իրավիճակների միջով անցել եք, որ այս ձեռագիրը կարող եք հետևել ձեր կյանքում։ Հիմա տեսեք, հաջորդը։ Սատանան մեր կյանքում դնում է որոգայթներ։ Առաջի Տիմոթեոս 3:7 խոսքը։ Բայց պետք է նրան դրսիներից բարի վկայություն էլ ունենա, որ չընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մեջ։ Երկրորդ Տիմոթեոս 2:26-ում էլ գրված է. Եվ սատանայի որոգայթից զգաստանալու, որից նրանք որսացվել են, նրա կամքին ծառայելու համար։
Տեսեք, մեր կյանքում ծուղակներ կա, որոգայթներ կա, որ սատանան պատրաստում է ինչի համար, որ որսա քեզ։ Որսա քեզ ինչի համար, իր կամքին ծառայեցնելու համար։ Ոնց է սատանան որսում մարդուն։ Տեսար ոնց նայեց քեզ։ Տեսար սրա վիճակը, տեսար կողքովդ անցավ, բարև էլ չտվեց քեզ։ Հələ սրան նայի։ Հերիքա, գիտես մարդը կարող է տանը, չգիտեմ, վիճելա կնոջ հետ, անտրամադիր է, խնդիր է ունեցել, կորուստ է ունեցել, մտքերով ընկած է, տխուր է, պարտադիր չի, որ քո դեմ բան ունի, պարտադիր չի, որ նպատակով քեզ բարև չտվեց, ով մեծն ինչ որ մեկը։ Մարդը կարա ուղղակի մտքերով լինի, կարա մտահոգված լինի։ Գիտեք, քանի անգամ ա եղել, Նարինեն իմ կինն է, իմ կողքին է։ Ինչքան ա եղել մտքերով եմ տարված եղել, ասեն գալիս ենք տուն, ասում է, սենց ինչ որ մեկը բան, ասում եմ, ով է տենց բան ասեց։ Ասում է, դու այդտեղ չէիր։ Ոչ թե որ գիտես, մարդուն չես սիրում, չես հարգում կամ նպատակով ես։ Մարդ ես, լինում է մոտը։ Ինչ որ հարցերով, ինչ որ մտքերով կարա մտահոգված լինես, ինչ որ բան չնկատես։ Էդի չի նշանակում, որ դու մարդուն չես սիրում, մարդու հանդեպ վատ ես տրամադրված։ Միանշանակ մենք պետք է ձգտենք, ուշադիր լինենք, հարգենք մարդկանց, երբ որ դիմացինը խոսում է մեր հետ։ Ինչպես հաճախ լինում է, կայնած ասենք 2-3 հոգով խոսում են, ինչ որ մեկը բան ասում, մեկ էլ տեսար են մեկը թեքվավ գնաց, կամ այն մեկը գնացել է ինչ որ իր հարցերն ա լուծում, կամ մտել է հեռախոսի մեջ։ Դա անհարգանք է դիմացինի նկատմամբ։ Բայց սիրելիներս, լինում է, մարդու հետ կարա ինչ որ բան լինի, մարդը միամիտ ինչ որ բան թույլ տա, մի չարացի այդ մարդու դեմ։ Մի անգամից տեղիք տուր այդ մտքերին, այ տեսար, ու հաջորդ կիրակի գալիս ես եկեղեցի, ասես ես էլ իրան բարև չեմ տա։ Դե բարև չեմ տա, դե թող հիմա տեսնի, թող հասկանա, այ տենց գնա ու մզա։ Հիմա էլ ես քեզ բարև, այ դու ինձ բարև չտվիր, հիմա էլ ես քեզ բարև չեմ տա։ Բայց ասենք այդ մարդը իսկի բանից խաբարել չի։ Եմ մտածում, անցավ էս քուրիկը բարև չտվեց, ինչ եմ իրան արել։ Ինքն էլ չի հասկանում, ինչ արել ես քուրիկին, որ քուրիկը բարև չի տալիս իրան։ Դրա համար սիրելիներս, եկեք չորսացվենք սատանայից։ Եկեք զգույշ լինենք մեր մտքերին, ինչ մտքեր կա մեր ներսում։ Հաջորդը, սատանան ունի հնարքներ։ Եփեսացիս 6:11 Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Սատանան ունի հնարքներ, եւ Աստվածաշունչը մեզ պատվիրում է հագնել Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանանք այդ հնարքներին հակառակ կենանք։ Եվ այդ սպառազինության մեջ թվարկվում է արդարությունը, արդարության զրահը, թվարկվում է ճշմարտությունը, խաղաղությունը, խոսվում է Աստծո սուրը, Աստծո խոսքը, այսինքն ունենալու մասին, խոսվում է աղոթքի կյանք ունենալու մասին։ Գիտես կա որոշակի, ոնց որ ասենք զինվորը, չէ՞, այն մարդիկ, ովքեր ենթադրենք ծառայում են բանակում կամ պատերազմի դաշտում են գտնվում, իրանք ունեն որոշակի օրակարգ, ունեն որոշակի հանձնարարական եւ իրանք պետք է համապատասխան վիճակ ունենան, պատրաստակամություն ունենան, որովհետև գտնվում են ծառայության մեջ, որովհետև գտնվում են մարտի դաշտում, իրանք չեն կարող գնան սահմանը պահպանելու ասելով դե այսօր զենքս հետս չեմ վերցնի, ոնց որ եղանակը լավ է, արև է, այսօր կարամ զենքս չվերցնեմ, չէ, ինքը միշտ է իր զենքը իր հետ կրում, որովհետև ինքը սահման է պահում։ Գիտես, այդպես էլ մեր կյանքում է, սատանան ունի տարբեր հնարքներ, ինչպիսին է սատանայի հնարքները։ Սատանան այնքան բան կբերի քո կյանքում, որ դու երբեք Աստվածաշունչը ձեռը չվերցնես։ Երբեք Աստվածաշունչը ձեռքը չվերցնես։ Երեք միտեղ հյուր էին գնացել, մի անձնավորություն կա, մի ժամանակ գալիս էր մեր եկեղեցին, հիմա չի գալիս։ Եվ հրավիրեցի այսօր էլ, որ եկեղեցի գա, ասեց, այնքան գործ կա, ժամանակ չունեմ։ Ու ընդհանրապես ասեց, ես вообще մեղք չեմ գործում։ Մարդիկ մտածում են, որ ստեղ ամենամեղավոր մարդիկ են գալիս։ Ասում է, ես մեղք չունեմ, ասի դու ստախոս ես։ Ասի Աստվածաշունչը քո նմաներին ստախոս է կոչում։ Հովհաննես ասում է, որ ասում է, ես մեղք չունեմ, ինքը ստախոս է։ Դու ստախոս ես։ Չես բարկանում, մարդկանց թարս չես նայում,
Չես հայոյում, ու սկսի մի 10-15 հատ բան թվարկել։ Դե դու մեղավոր մարդ ես, ու հետն էլ սուտ ես խոսում, մի բան էլ ստախոս ես։ Այսինքն մեղավոր ես։ Եկեղեցին յուրաքանչյուրի համար է, ամեն մի մարդու համար է։ Եկեղեցին դա տեղ չի, ուր որ մարդիկ սուրբ են դառնում, հետո գալիս են ստեղ սուրբերի ժողովա։ Բոլորը սուրբ են։ Անկամ աշխարհն է այտենց պատկերացնում, որ բոլոր ովքեր եկեղեցում են, պիտի 100% կատարյալ սուրբ լինեն։ Բայց իրականությունը գիտեք ինչու՞մ է, եկեղեցի գալիս են մեղավոր մարդիկ, որպեսզի Աստված սրբի նրանց, որպեսզի Աստված փոխի իրանց կյանքը, որպեսզի Աստված օգնի իրանց փրկության ճանապարհի վրա կանգնել, ու մինչև վերջ Հիսուսին բռնած իրանց փրկությունը գործեն։ Եթե եկեղեցին էդի սուրբերի տեղ է, ինչ գործ ունենք մենք ստեղ։ Այնա Հիսուսի հետ երկնքում կլինեինք, էլի հիմա նստած իր կողքը։ Հարգելի սուրբեր։ Ինչ գործ ունենք էլ ստեղ։ Ու սատանան ունի հնարքներ։ Սատանան ամեն բան կբերի քո կյանքում, կբերի խառնաշփոթ, կբերի վեճեր, կբերի տարբեր բաներ, որ դու աղոթքի ժամանակ չունենաս, որ քո միտքը այնքան մթագնած լինի, այնքան այս աշխարհի բաներով տարված լինի, որ դու աղոթելու ժամանակ չունենաս։ Երբ էլ այդ ժամանակը գալիս է, սատանան ասում է՝ դու հոգնած ես, քնելու ժամանակ, գնա քնի, վաղ առավոտ շուտ գործի ես, ու էլի չես աղոթում։ Դե առավոտն էլ շուտ պիտի արթնանաս, որ գործի գնաս, էլի զավտրիկը չես հասցրել անես, նախաճաշը պիտի մի հատ էլ հասցնես անես, էլի աղոթելու ժամանակ չմնաց։ Ու սաղ կյանքդ մեկ էլ հանկարծ բռնացնում ես քեզ, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, վերջի անգամ երբ ես քեզ ժամ փակվել քո սենյակում ու աղոթել Աստծուն։ Երբ է դա վերջի անգամ եղել քո կյանքում։ Դրա համար սիրելիները զգուշ պետք է լինենք։ Սատանան ունի հնարքներ։ Սատանան կարա բերի իրավիճակներ մեր կյանքում, որ մեզ հեռացնի Աստծուց։ Հիմա, քանի որ սատանան մեր Աստծո նման բարի ու ողորմած չի, եթե մեր Աստված թույլին բարձրացնող Աստված է, թույլին զորացնող Աստված է, ընկածին բարձրացնող Աստված է։ Աստվածաշունչը ասում է 7 անգամ կընկնի արդարը, Աստծո նպատակը այն չի, որ արդարը պառկած մնա գետնին։ Աստված բարձրացնում է նրան, արդարը ընկնում է, Աստված պահում է նրա ոսկորները, որ ասում է մեկը չկոտրվի։ Մեր Աստված բարձրացնող Աստված է, օրհնող Աստված է, բայց սատանան գիտեք ինչ անում։ Սատանան սպասում է, երբ դու թուլանաս, որ ոտքերը սրբի վրա անցնի գնա։ Սատանան սպասում է, երբ դու թուլանաս, ընկնես, որ քեզ ոչնչացնի։ Ու ես ուզում եմ մի տեղ կարդամ Աստվածաշնչից, ինչի է այդքան կարևոր, որ մենք չթուլանանք։ Երկրորդ Օրինաց 25-րդ գլուխ 17-ից 18 խոսքերը։ Մի պատմություն կա, երբ որ Իսրայելը դուրս էր եկել Եգիպտոսից։ Հիշիր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը ճանապարհին, երբ որ դուք Եգիպտոսից դուրս եք եկել, Աստված ասում, որ ճանապարհին քեզ դիմավորեց եւ քո հետևից եկող բոլոր տկարներին կոտորեց, երբ որ դու հոգնած եւ աշխատած էիր եւ Աստվածանից չվախեցավ։ Սա սատանայի բնավորությունն է։ Ամաղեկը Իսրայելի թշնամին էր։ Սատանան սպասում է, երբ դու թուլանաս, որ քեզ ոչնչացնի։ Սատանան սպասում է, երբ դու դեպրեսիայի մեջ ընկնես, երբ դու վախերի մեջ ընկնես, որ քեզ ոչնչացնի։ Ես ու դուք, սիրելիներս, չպետքա ոչ մի անգամ թուլանանք, չպետքա ոչ մի անգամ հանձնվենք։ Այո, մենք լինում է տկարանում ենք, այո, կարա ինչ-որ պայտակ թուլանանք, բայց մենք գիտենք, Տերն է մեր զորությունը։ Քրիստոսի հետ մենք կարող ենք անել ամեն բան։ Եվ Աստվածաշունչը ասում է, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, եթե Աստված մեր կողմն է։ Այո, մենք մարդ ենք, մենք կարանք թուլանանք, մենք կարանք տխրենք երբեմն, մենք կարանք ինչ-որ տարբեր հոգեկան, այսպես ասած, էմոցիոնալ ինչ-որ վիճակների մեջ ընկնենք, բայց մենք Աստված ունենք, որ մեզ չի թողել, ով որ մեր հետ է, ով որ հաղթել է խաչի վրա, եւ նրա հոգին ապրում է իմ ու քո մեջ, եւ Աստվածաշունչը ասում է, նա ով որ իմ ու քո մեջ է, ավելի մեծ է, քան նա ով որ աշխարհում է։ Իսկ ամենամեծը ու ավելի մեծը կարա հաղթի նրան, ով որ ավելի թույլ է։ Դրա համար, սիրելիներս, եկեք զորանանք Աստծով, եկեք Տիրոջ վրա հույս դնենք, բայց երբեք չկանգնենք, երբեք չհանձնվենք, երբեք չնահանջենք, որովհետև մեր Աստված մեր հետ է։ Ամեն։ Ուրեմն տեսեք,
Շատ անգամ մարդիկ ինչից են խափնվում։ Թշնամին միշտ ուզում է վերադառնալ։ Ուզում եմ եւս մի, սատանայի, այսպես ասած, գործելակերպերից մեկը հասկանանք։ Նա միշտ ուզում է վերադառնալ։ Երբ որ մարդը ազատվում է ինչ-որ գերությունից, ենթադրենք, ասենք, նարկոման է եղել, նարկոտիկներ է օգտագործել։ Ինչի ենք մենք խորհուրդ տալիս, որ ավելի լավ է դու առանձնանաս, ավելի լավ է մի շփվի այն մարդկանց հետ, ում հետ որ դու դա արել ես։ Մի վերադարձի այն տեղերը, որտեղ որ դու դա արել ես, որովհետև միշտ գայթակղություն կա, որ նորից դու կվերհիշես այդ ապրումները, նորից կվերհիշես այդ մտքերը։ Դու նորից վերադառնում ես թշնամու դաշտը։ Դրա համար մենք ասում ենք մի վերադարձիր այդ տեղերը։ Շատ անգամ մարդկանց խորհուրդ են տալիս անգամ քաղաքը փոխել, միջավայրը փոխել, որովհետև պատերազմը ստեղ է գնում, հասկանում եք, պատերազմը ստեղ է գնում։ Եվ շատ հետաքրքիր է, մարդը ազատագրվում է, բայց սատանան, գիտեք, սենց խելոք չի թողում մարդուն։ Երբ որ սատանան Հիսուսին անապատում փորձում էր, հիշում եք այդ պատմությունը, ինչ է գրված, երբ որ բոլոր այդ փորձությունները վերջացան, սատանայի մասին գրված է այսպես. եւ նա որոշ ժամանակով, մի ժամանակով թողեց ու հեռացավ Հիսուսին։ Դա նշանակում է նա վերջնական չթողեց ու հեռացավ Հիսուսին։ Այո, այս պատերազմը ինքը պարտվեց, բայց ինքը մեկ այելի վերադառնալու է, ինքը չի նահանջի, ինքը չի հանձնվի, հասկացի։ Այդ պատերազմը չի դադարի, մինչև մեր Տեր Հիսուսը չգա վերջնական ու հաղթի սատանային։ Դրա համար մենք միշտ այդ պայքարի մեջ ենք, ինքը միշտ ուզենալու է վերադառնա։ Եթե դու առաջ բարկության խնդիր ես ունեցել, սատանան միշտ բերելու է իրավիճակներ, որ նորից քեզ գցի բարկության մեջ։ Եթե դու բամբասող բերան ես ունեցել, սատանան կուղարկի քո մոտ մարդկանց, որ դու նստես իրանց հետ բամբասես։ Սատանան գիտի իմ ու քո թույլ տեղը, սիրելիս։ Դրա համար շատ կարևոր է մենք հասկանանք, թշնամին երբ որ գնում է, մեկ ընդմիշտ չի թողնում ես, նա վերադառնում է։ Եվ միտեղ էլ Հիսուսը ասում է, երբ որ դևը դուրս է գալիս մարդու մեջից, գնում է անջրդի տեղերը, անապատ տեղեր, թափառում է, հանգիստ չի գտնում, ինքը քանի քեզ չի ոչնչացրել, ինքը չի հանգստանա։ Քանի քո հոգին դժոխքում չի կործանել, ինքը չի հանգստանա, ինքը չունի հանգիստ։ Ինքը շատ անհանգիստ է, ինքը մռնչացող առյուծի նման ման է գալիս։ Ինքը հանգիստ չունի գիշեր ու ցերեկ։ Նրա նպատակը մեկն է, ոչնչացնի Աստծո զավակներին, ոչնչացնի ամեն մի մարդու։ Ու ասում է թափառում է, հանգիստ չի գտնում, հետ է գալիս։ Հետ է գալիս, տեսնում է տունը մաքրված։ Ինչ է անում, գնում է, ավելի չար 7 հատ դև է վերցնում։ Հետ է գալիս, ուզում է բնակվի այդ տան մեջ։ Ու Հիսուս ասում է, այդ մարդու վերջին ավելի չար է լինում, քան թե առաջինը։ Դա նշանակում է, ամեն հաղթանակից հետո ես ու դու ավելի պիտի ուժեղանանք, ավելի պիտի ուժեղանանք, որովհետև թշնամին երբ որ գալիս է, չի կարողանում քեզ հաղթի, ինքը գնում է, ավելի մեծ ուժով է հետ գալիս։ Իսկ երբ որ ինքը ավելի մեծ ուժով է հետ գալիս, դու ժամանակ ունես պատրաստվելու, դու ժամանակ ունես ուժեղանալու, դու ժամանակ ունես քո ուժերը վերականգնելու, դու պիտի աղոթքի կյանք ունենաս, Աստծո հետ շփում ունենաս, Աստծո խոսքի մեջ ժամանակ անցկացնես, եկեղեցում լինես, որ երբ որ ինքը կգա, դու պատրաստ ես հերթական անգամ դիմավորելու ու հաղթելու նրան։ Եվ այդպես շարունակ, սիրելիս։ Տեսեք, մի ուրիշ հետաքրքիր օրինակ էլ կա Աստվածաշնչում, Ղուկաս 4:13-ը։ Եվ սրա մասին ասեցի, երբ որ բոլոր փորձությունը կատարեց, հեռացավ նրանից մինչև մի ժամանակ։ Ու հետաքրքիր մի օրինակ էլ կա Աստվածաշնչում, երբ որ Փարավոնը բաց թողեց Իսրայելին, գիտեք, Եգիպտոսը դա աշխարհի խորհրդանիշն է, Փարավոնը դա սատանայի խորհրդանիշն է, ով որ պահում է Աստծո ժողովրդին գերության մեջ։ Եվ տեսեք, երբ որ Փարավոնը բաց թողեց ժողովրդին, չհանգստացավ։ Այո, բոլոր այդ պատիժները Աստծո տեսավ, բոլոր այդ փորձանքները եկան Եգիպտոսի վրա, վերջում ինքը համաձայնվեց Աստծո ժողովրդին բաց թողնի։ Բայց երբ որ նրանք արդեն հեռացել են Եգիպտոսից, վերցրեց իր զորքը ու ընկավ Իսրայելի հետևից, որ նրանց հետ բերի։ Սատանան միշտ ուզում է վերադառնա, սիրելիս։ Ու ես ու դու միշտ պետք է պատրաստ լինենք նրան հաղթելու։ Ամեն։ Եվ տեսեք,
մենք դիմադրողներից պետք է դառնանք հարձակվողներ։ Մենք չպետք է լինենք մեկը, ում որ անընդհատ ծեծում են ու մենք էլ անընդհատ պիտի պաշտպանվենք։ Ես ու դու պաշտպանվողներից, դիմադրողներից պետք է դառնանք հարձակվողներ։ Իսկ դա ենթադրում է իրենից ակտիվ վիճակ, զորությունով լցված վիճակ, ոչ թե խեղճ ու կրակ։ Ինչ դեպ պատահումա ծեծումը քեզ։ Այլ ես ու դու Աստծով պետք է զորացած լինենք։ Շատ անգամ մենք սպասում ենք, նստած ու սպասում ենք, որ ինքն իրան ինչ-որ բան կկատարվի։ Մինչ Աստված ուզում է, որ մենք գնանք ու ժառանգենք խոստացած երկիրը։ Ինքն իրան, ժողովուրդ ջան, ոչ մի բան չի կատարվի։ Ու Աստծո արքայությունը ուժեղներն են հափշտակում, ոչ թե թույլերը, ոչ թե վախկոտները։ Ու գիտեք ինչն է զարմանալուն, որ հայտնության գրքի մեջ, երբ որ խոսում է Գեհենի լճի մասին, այնտեղ շնացողներից, կախարդներից ու գողերից բացի գիտեք ովքեր կային։ Վախեցողները, ովքեր թուլամորթ են գտնվել, ովքեր չեն մտել իրան ժառանգության մեջ, ովքեր Հիսուսի հաղթանակի մեջ չեն մտել։ Դրա համար ես ու դու իրավունք չունենք թույլ լինելու, վախեցած ման գալու, կյանքի ամեն մի հարցերից, ամեն մի փորձություններից։ Մեկ էլ գիտեք ինչ են բռնացրել, անգամ ես ինձ եմ մի քանի անգամ դրա մեջ բռնացրել։ Ենթադրենք ինչ որ մի հատ բան պետքա լինի, հեսա սպասում ես մի հաղթանակ պետքա, մի հաջողություն պետքա լինի։ Ինչ որ բան ես պայմանավորվել, հեսա պետքա մի բան լինի, մեկ էլ հանկարծ չի լինում։ Ու մի անգամից գիտես թևերդ իջացնում ես, մի անգամից ու ես մի երկու անգամ ինձ բռնացրել եմ, ասել եմ ստոպ։ Ընդհանրապես կապ չունի, Աստված է իմ աղբյուրը։ Աստծուց է իմ զորությունը, ինձ օրնողը ինքն է։ Ու ընդհանրապես կապ չունի, ես մի գործ եղավ, չեղավ, ես մի հաղթանակը, որ սպասում էի, չեղավ։ Հիսուսն է իմ հաղթանակը։ Հիսուսի մեջ է իմ զորությունը ու կարողությունը։ Ու նա է, որ ինձ ամեն ժամանակ հաղթող է դարձնում։ Ամեն։ Աստված Իսրայելի ժողովրդին տվեց Քանանը, բայց նրանք պետք է գնային ու գրավեին այդ երկիրը։ Տեսեք, մի հետաքրքիր պատմություն էլ կա Աստվածաշնչում։ Եստեր Թագուհին ստացավ թագավորի բարեհաճությունը։ Աստված շնորհք արեց, ողորմություն արեց, 3 օր ծոմ պահեցին սաղ ազգով։ Աստված ողորմություն արեց, բայց իսրայելացիները իրանք պիտի սուրը վերցնեին ու պաշտպանեին իրանց։ Նույնը հոգևոր կյանքում է, սիրելիներս։ Այո, Աստված տվել է մեզ այդ հաղթանակը։ Այո, Աստված տվել է մեզ իր հոգին, տվել է մեզ զորություն, բայց մենք պետք է մեր հոգևոր սուրը, Աստծո խոսքը մեր ձեռքին պաշտպանենք, այն ժառանգությունը, այն օրհնությունները, որ Աստված ունի ամեն մեկիս համար։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ 4-ից 5 խոսքերը, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր, բերդեր քանդելու խորհուրդներ ենք քանդում, եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Գիտես, ես ոնց եմ կռվում այն մտքերի դեմ, որ երբեմն սենց ինչ որ տեղից գալիս են։ Եղել է հեչ քեզ հետ, որ դու, ասենք կոնկրետ ինչ որ մի հատ իրավիճակ կա, հա, որ դրա վրա սկսում ես մտածել, ինչ որ պատկերներ են գալիս քո մեջ, բայց դու դրա մասին չէիր մտածել։ Լինում է հեչ ձեր հետ, որ ասենք ինչ որ կեղտոտ մտքեր սկսեն գալ ձեր մոտ։ Չի լինում ձեր մոտ տենց բան։ Չի լինում, թե ամոթ հազարը բարձրացնեք։ Սաղի մոտ է լինում է։ Բայց ես մի բան գիտեմ, երբ որ ես հասկանում եմ, սա խորթ միտք է, սա իմ միտքը չի, ես Սուրբ Հոգու տաճարն եմ։ Դե շատ անգամ եղել է, կանգնել եմ ճամփի մեջտեղը, ասել եմ ստոպ, ասել եմ սատանա հետից գնա Հիսուսի անունով։ Սա իմ մտքերը չի։ Այս մտքերը իմ մեջ տեղ չունեն։ Սա իմ մտքերը չի։ Իմ միտքը սուրբ է, ես ունեմ Հիսուսի մտածելակերպը։ Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է։
Աստծո հոգին ապրում է իմ մեջ։ Ես Աստծո զավակ եմ։ Ես լույսի որդի եմ։ Եվ ոչ մի պիղծ միտք տեղ չունի ինձանում։ Հենց հիմա սատանա հեռացիր ինձանից։ Գիտեք, զարմանալի բան է տեղի ունենում։ Մի ակնթարթում կորում են այդ մտքերը։ Բայց եթե դու շարունակես խաղալ այդ մտքերի հետ, սկսես պատկերացնել քեզ դրա մեջ, քիչ ա եղել ժողովուրդ, ասեք, որ մեկի հետ հարց եք ունեցել, ձեր մտքի մեջ սկսել եք կռվել հետը։ Սկսել եք վատ բառեր իրան ասել, ինչ որ sense բաներ ա գալիս ձեր մեջ։ Հələ մարդուն չես տեսել, բայց ինչ որ հետը բաներ ա տեղի։ Մարդու հետ արդեն կռվում ես մեջդ, արդեն ծեծել ես, արդեն անպատվել ես, գնացել հասել ես իրանց տուն, դուռը ծեծել ես, արդեն սաղ ինչ մտածում էր իր մասին, սաղ արդեն ասել ես։ Եղել ա ձեր հետ այդպես բան։ Լինում է։ Գիտես, դա է հենց պահը, երբ որ դու այդ մտքերը պիտի գերի վերցնես։ Հենց այդ պահին պիտի գերի վերցնես։ Աստծո խոսքը, որ հոգու սուրն է, դու պիտի ասես։ Ես կարող եմ ներել այնպես, ինչպես Հիսուսը ինձ ներեց։ Դու կարող ես ասել, Աստվածաշունչն ասում է, չարին չարով մի հատուցիր, այլ չարությունը հաղթիր բարությունով։ Ով որ քամի ցանի, փոթորիկ կհնձի։ Փոքր չարությունը ավելի մեծ չարություն է ծնում։ Երբեք չարությունը չփորձես չարությունով հաղթել, սիրելիս։ Թշնամից սոված է, Աստծո խոսքը ասում է հաց տուր նրան, ծարավը ջուր տուր նրան։ Դա անելով ասում է դու կրակի կայծեր կդիզես իր գլխին։ Հիսուսը լեռան քարոզի մեջ ասում է, օրհնեք ձեզ անիծողներին, օրհնեք ասում է ու մի անիծեք։ Դրա համար, սիրելիներս, եկեք չտրվենք, ասենց բառ կա հայերեն, հա, չտրվենք սատանայի սադրանքներին։ Սատանան ամենամեծ պրովոկատորն է, սադրիչն է։ Սատանային պետք է քեզ բալանսից գցի, քեզ հունից հանի, որ բռնի քեզ իր որոգայթի մեջ, ինչի համար մենք կարդացինք իր կամքին ծառայեցնելու համար։ Դրա համար ես ու դու պետք է ճանաչենք մեր թշնամուն։ Մեր թշնամիները մարդիկ չեն, սիրելիներս։ Մեր կռիվը Աստվածաշունչը ասում է մարմնի եւ արյան դեմ չի։ Մեր կռիվը սատանայի ու իր դևերի դեմ է։ Եվ վերջի տեղը, որ ուզում եմ կարդալ, Մարկոս ավետարան 14-րդ գլուխ 38 խոսքը։ Արթուն կացեք եւ աղոտ կարեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Ռուսերենի մեջ մարմին բառը плоть է գրած։ Ոչ թե тело, плоть։ Плотьն ու телան այդ երկու տարբեր բան է։ Հայերենի մեջ երկու դեպքում էլ մարմին բառն է օգտագործվում։ Որոշ դեպքերում դա մեր ֆիզիկական մարմինն է, բայց երբ որ Աստվածաշունչը ասում է плоть, դա խոսում է մեր ներսի մարդու մասին, այն հին էության մասին։ Հոգին հոժար է։ Հոգին ուզում է ամեն ժամանակ աղոթքի մեջ լինի։ Հոգին ուզում է բարի բաներ անի։ Հոգին ուզում է սիրի մարդկանց։ Հոգին ուզում է նմանվի Հիսուսին։ Իսկ մեր այն հին էությունը, այն հին մարդը, այդ плотьը, այդ հին մարմինը շատ անգամ գլուխ է բարձրացնում մեր ներսում։ Շատ անգամ ասում է ինձ ասեցին, ինձ նեղացրեցին։ Գիտես, իր մեջ հպարտություն կա, իր մեջ նախանց կա, իր մեջ ատելություն կա։ Ու ինքը միշտ ապստամբում է հոգու դեմ, ինքը միշտ ապստամբում է հոգևորի դեմ։ Բայց հոգին հոժար է, ու Հիսուսը ասում է արթուն եղեք, աղոտ կարեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Իմ ու քո կյանքում պետք է արթուն վիճակ լինի, սիրելիներս։ Ես ու դու Հիսուսի զինվորն ենք։ Զինվորը միշտ ծառայության մեջ է, թե գիշերը, թե ցերեկը։